Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, այսօր երեքշաբթի է եւ ավանդույթի համաձայն ժամը 8-ին մենք պատասխանում ենք ձեր հարցերին։ Այսօր մեր այս հարցու պատասխանին մասնակցելու է Արման Բաբաջանյանը, Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ, ողջույն Արման, Ողջույն, եւ քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը, ողջույն Լիլիթ։ Բարև ձեզ։ Կվարեմ ես Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանս, իսկ հարցերը շատ հետաքրքիր են։ Մենք կպատասխանենք 3-ին դրանցից, որից մեկը այսպես համալիր հարց է։ Իհարկե հարցերը վերաբերվում են մեր ներքին եւ արտաքին մարտահրավերներին, որոնք շրջապատել են մեր երկիրը, թե ներսից, թե դրսից, եւ այս նախընտրական ժամանակաշրջանում մենք հաճախ ենք անդրադառնում դրան, եւ սա եւս մեկ առիթ է փաստորեն նաեւ ելնելով ձեր իսկ ներկայացրած հարցից։ Սկսենք արտաքինին վերաբերվող հարցից եւ ուրեմն մեզ գրում է Ռաֆի Թորոսյանը, որ Իրան-ԱՄՆ պատերազմ է ընթանում եւ եթե Իրանում ռեժիմը չփոխվի, ապա ինչ վտանգներ կան Հայաստանի համար այդ պարագայում։ Իսկ մենք տեսնում ենք, որ Իրանում պատերազմը արդեն 18-րդ օրն է ընթանում եւ հեռանկարները կարծեք թե այս պահի դրությամբ դեռ մնում են մշուշոտ։ Ինչ սկսենք։ Նախ այս պատերազմում Միացյալ Նահանգները ուղղակի խնդիր են դնում, որ միջուկային ծրագիրը մեկընդմիշտ փակվի, պարբերաբար անդրադառնում են հրթիռային հարցին նաև, որ այդ հեռահար հրթիռները առնվազն Իսրայել չհասնեն։ Մինչդեռ Իսրայելը հարցը դրել է շատ կոնկրետ, քանի կա հնարավորություն, իսկ այսպիսի հնարավորություն լինում է կյանքում մեկ անգամ, մենք ամեն ինչ անելու ենք, որ Իրանում ռեժիմը փոխվի, ուղիղ տեքստով հայտարարում են Իսրայելի ղեկավարները։ Եվ հիմա մեր ունկնդիրը Ռաֆին հարցնում է ինչ կլինի, եթե դա տեղի չունենա։ Համեցեք։ Այս բանին ես կարող եմ նշել նաև New York Times-ի, որ ԱՄՆ վարչակազմը չունի հստակ ծրագիր, կա մինիմալ նպատակ եւ մաքսիմալ նպատակ։ Մինիմալը, այո, ուրեմն այնպես անել, որ միջուկային զենք Իրանը չունենա, կարելի ասել, որ նաև հրթիռային ինչ որ ծրագրերի հետ կապված սահմանափակումներ լինեն, չնայած դա շատ դժվար կլինի դրան հասնել, մաքսիմալը ռեժիմի փոփոխություն եւ գալով հարցին դա շատ կարեւոր է Հայաստանի համար։ Ինչու, որովհետեւ դեմոկրատական ժողովրդավարական Իրանը դա այլ Իրան է, որը չի խոչընդոտի Հայաստան-Արևմուտք հարաբերությունների։ Եվ Ռուսաստանի հետ չի Այո, 3+3 հարթակի մեջ չի մեզ տեղավորի, որովհետև եթե ռեժիմը մնա, այն կաղապարվելու է, արդեն այնտեղ ավելի հակաարևմտյան են լինելու տեսակետները։ Արմատական, եթե ռեֆորմիստները Փեզեշկյանը փորձում էին ներողություն խնդրել, ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը հայտարարել էր իրարի, որ մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, Ուկրաինայի դեմ պայքարում, հիմա դժվար կլինի այսպիսի կառուցողական ղեկավարներին համոզել նաև Իրանի ժողովրդին, որ ուրեմն պետք է լինել ժողովրդավարական։ Ինչու։ Իմ կարծիքով ԱՄՆ վարչակազմը չպիտի օգտագործեր քրդերի հարցը այստեղ, որովհետև ներսում սա արդեն անջատողական տրամադրությունների մասին է խոսում։ Եվ ժողովուրդը դուրս կգար փողոց սոցիալական, տնտեսական խնդիրների, նույնիսկ ճնշումների դեմ, բայց հիմա ռեժիմը հիմնական պահապանների կորպուսը հայտարարում է, որ մեր թշնամիները ուզում են Իրանը մասնատել։ Նա մանավանդ մենք տեսնում ենք, որ կարծես քրդերի հետ համաձայնություն այդպես էլ չի ձեռք բերվել։ Ինչու էր պետք հայտարարել, որ մենք այդպիսի նպատակ ունենք։ Թուրքիան միանգամից ակտիվացավ, Ֆիդանը զանգարեց Ռուբիոյին, այսինքն խանգարում է Թուրքիան իհարկե քրդական հարցի այստեղ խորացմանը։ Մյուս կողմից Հորմուզի նեղուցի փակումը փակ չի նեղուցը, ասում են փակ է։ Իրանը այնպես է անում, որ միայն իրեն ձեռնտու նավատորմը ինքն էլ է տեղափոխում իդեպ մինչև այսօր Չինաստան նավթը գնա մնացած երկրները չօգտվեն Հորմուզի նեղուցից եւ եթե շարունակվի 1-ից 2 ամիս այս պատերազմը նավթի գները մեծ չափով ուրեմն կաշառները կվերջեն։ Այո, եւ դա խնդիրներ կստեղծի ԱՄՆ նախագահի համար ներքաղաքական, առանց այն էլ ոչ պոպուլյար է ԱՄՆ-ում այս պատերազմը
պատերազմը, ԱԹՍ-ների դեմ պայքարը չի հաջողվում եւ հիմա էլ եթե ապրանքները թանկանան, Աստված մի արած է Լարիջանին խոսում էր նոր սեպտեմբերի 11-ի մասին, ակնարկում էր իբրև թե Իրանը դրա հետ կապ չի ունենա, այսինքն վախեցնում են ընտրողներին Տրամպի, նույնիսկ կարող են մենք տեսնում ենք ահաբեկչական ինչ-որ գործողություններ իրականացնել։ Հայաստանի համար սա շատ բացասական նաև թրիփի առումով, այսինքն եթե մինչ այդ Իրանում տեսակետ կար այո, որ ԱՄՆ-ն այստեղ իրենց անվտանգությանը չի սպառնալու, հիմա ռուսական քարոզչությունը, թուրքական գուցե եթե Էրդողանը չի շտապում սահմանը բացել կամ Ադրբեջանի այն տեսակետը, որ կարելի է նորից վերադառնալ 3+3 հարթակին, որին Ալիևը այդքան ձգտում էր, Իրանը կարող է միանալ իրենց եւ Վրաստանը չի մասնակցում այս ամեն ինչին, մենք կարող ենք մնալ միայնակ տարածաշրջանում։ Էլ չասած, որ երկաթուղ խնդիրը ես այդպես էլ չհասկացա, Տրամպը պատվիրակել է Նիկոլ Փաշինյանի լուծմանը, այսինքն ինչպես պիտի Հայաստանը Ռուսաստանից վերցնի երկաթուղին, պարզը, որ դա շատ բարդ խնդիր է, այո, չարաշահումներ կան, բայց Ռուսաստանը կփակի օրինակ վերին Լարսը, տնտեսական խնդիրներ կստեղծի Հայաստանի համար։ Փաշինյանը կարծես պատրաստ չի դրան, այլևս չի խոսում երկաթուղին վերցնելու մասին, նույնիսկ իր շրջապատը, այսինքն Տրամպը ինքը պիտի լուծի այս խնդիրը, ԱՄՆ-ն պիտի լուծի այդ խնդիրը, Պուտինի հետ խոսելը պիտի վերապահվի ԱՄՆ-ին, Հայաստանը փոքր երկիր է։ Այսպես, իմ կարծիքով, եթե շարունակվի պատերազմը, սա ձեռնտու չի ԱՄՆ-ին, ձեռնտու չի Հայաստանին միանշանակ, Եվրոպային, այնտեղ գները ավելանում են ապրանքների, հատկանշական է, որ Տրամպը սկզբում նշում էր, որ ինքը ոչ մեկի օգնության կարիքը չունի, հետո ՆԱՏՕ-ի երկրներին ասում է եկեք Հորմուզը բացենք, հետո Բրիտանիային ասում է կարիքը ձեզ չունեմ, այնուհետև ասում է ունեմ։ Մի հատ էլ սրտնեղուն, բայց ուր եք չկա։ Այո, եւ սա մի կարևոր բան է ցույց տալիս, ՆԱՏՕ պետք չի, մեծ Ռամշտայնը պետք չի, պետք է փակենք Եվրոպայի մեր ռազմաբազաները, սա շատ սխալ է, որքան Եվրոպան է պետք Միացյալ Նահանգներին, այնքան հակառակը։ Եվ սա միանշանակ այս բան ձեռնտու է Ռուսաստանի Դաշնությանը։ Արման։ Ես ճիշտ ասած ուզում եմ, որ կարևոր արձանագրում անենք, այսօր տեղեկություն է տարածվել իսրայելական պաշտոնական շրջանակներից հաստատվել է, որ Պաշտպանության նախարարը վարչապետը հետո հերքվեց։ Հիմնավորապես փոխում է իրավիճակը, եթե դա այդպես է, իսկ մենք գիտենք, որ շուրջ 2 տարի կարող ենք ասել, որ ամբողջ կառավարությունը Լարիջանի դե ֆակտո կառավարությունությամբ էր առաջ գնում եւ սա կարող է իսկապես բեկումնային լինել, այլ զինվորականներ են սպանվել եւ Նեթանյահուն այսօր հարկ համարեց դիմել Իրանի ժողովրդին, խիզախ ժողովրդին կոչ անելով ուրեմն դուրս գալ իշխանության դեմ։ Իհարկե հասկանում ենք, որ ներսում տրամադրությունները դժվար է կանխատեսել, թե ինչ հունով կգնան, բայց ակնհայտ է, որ արտաքին շատ մեծ ներգործություն կա եւ ազդեցություններ կան հասարակության վրա եւ միատարրություն չկա տրամադրություններում եւ դրա վրա բնականաբար եւ իսրայելական եւ ամերիկյան հետախուզությունը մեծ խաղադրույք է դնում։ Պետք է ֆիքսել, որ Միացյալ Նահանգների համար որքան էլ միջանկյալ առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են, ինքնին Իրանի դեմ սկսված այս գործողությունը եթե շուտափույթ հաջողություն չբերի, դա մեծ ուրեմն հեղինակության, այսպես վարկանիշի նվազման, այսպես ականատես ենք դառնալու, ինչը իմ կարծիքով ոչ թե պատերազմը շուտափույթ ավարտելու այսպես որոշման կհանգեցնի, այլ հակառակը։ Կարծում եմ ուղղակի Տրամպը տարբերակ չի ունենա ավելի սաստկացնելու, որպեսզի ինչ որ արդյունք այնուամենայնիվ կարողանա արձանագրել, որպեսզի միջանկյալ ընտրություններին գոնե ասելու բան ունենա։ Այլապես կստացվի, որ մտավ այս պատերազմի մեջ, որի անունը ավանտյուրա են դնում շատերը, ոչ թե չունենալ ստրատեգիա, ինչպես դուք եք նշում, տարբեր պարբերականներ, ուղղակի այս հայտարարություններից, հարցազրույցներից մենք տեսնում ենք, որ հստակ պատկերացում չկա ուր է գնում եւ ինչ ավարտ է, ինչ պլաններ կան, ինչ տարբերակներ են քննարկվում։ Առնվազն կոնգրեսում լսումներից հետո փակ լսումներ էին տեղի ունեցել, դեմոկրատների հայտարարությունները նրա մասին էր, որ
տարերային, այսպես առանց ռազմավարության մտել են Իրան, մտածելով, որ 2-3 օրում կավարտեն։ Իսկ ռեժիմը հնարավոր կլինի տապալել։ Խամենեին ենթադրենք սպանելուց հետո ռեժիմը այլևս ի վիճակի չի լինի դիմադրել եւ հասարակությունը դուրս կգա փողոց ու ռեժիմը հնարավոր կլինի տապալել։ Այդպիսի բան տեղի չունեցավ, հակառակը մենք փաստորեն տեսանք, որ Իրանը ձգտում է ավելի ու ավելի ռեգիոնալացնել պատերազմը, իրենից ուրեմն հնարավորինս իր տարածքից հնարավորինս ավելի մեծ տարածքներ պատերազմի դաշտ ուրեմն ներառելով։ Սա իհարկե նոր իրականություն է եւ անկախ նրանից ռեժիմը կփոխվի թե ոչ, մենք արդեն բոլորովին նոր Իրանի հետ ենք առնչվելու եւ առերեսվելու եւ այստեղ դեռ շատ լուրջ հարց է նույնիսկ կարծրացող Իրանը ի վիճակի կլինի, օրինակ ռեգիոնալ այնպիսի ֆորմատներում նույն այսպես խանդավառությամբ մասնակցել, ինչպիսին 3+3 էր, եւ կարծում եք Թուրքիան եւ Ադրբեջանը նույն խանդավառությունը կունենան այս պրոյեկտում մասնակցել, այսպիսի Իրանի հետ թե ոչ, որտեղ մենք հասկանում ենք, որ մեկուսացման շատ ավելի մեծ իրականության առաջ ենք կանգնելու բոլորս Իրանի պարագայում եւ Իրանի հետ ցանկացած այսպես ռեգիոնալ որևէ ֆորմատի մեջ մասնակցություն հետևանք է ունենալու։ Հիմա դա եւ հետևանք է ունենալու Հայաստան, Եվրամիություն եւ Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններում, նույնը նաեւ Ադրբեջանի համար եւ նույնը նաեւ Թուրքիայի համար։ Դուք պիտի հիշեք նաեւ Լոյդ Օստինը Վրաստանում օրինակ ինչ կտրուկ էր խոսում 3+3 ձևաչափի մասին։ Այսինքն դա Միացյալ Նահանգների քաղաքական հաշվարկների եւ նախագծերի մեջ չի մտնում։ Առավել եւս Իրանի հետ տեղի ունեցածից հետո կարող ենք ասել, որ այդ նախագծին Ադրբեջանը կողմ չի լինելու, որտեղ Ադրբեջանը եւս նոր իրողությունների առաջ է կանգնել, հատկապես Նախիջևանի այդ ուրեմն օդակայանի ուղղությամբ արձակված հրթիռի թե անօթաչուի պատճառով Թուրքիան եւս խնդիրներ ունի եւ ընդհանրապես Թուրքիա Միացյալ Նահանգներ, Թուրքիա ՆԱՏՕ հարաբերությունները վերաիմաստավորելու կարիք կա, ընդհանրապես այս պատերազմից հետո պետք է հասկանալ ՆԱՏՕ-ից ինչ է մնում։ Ուր է։ Ստոլտենբերգը հայտարարում է, որ ընդհանրապես Տրամպի պաշտոնավարումը կարող է միջև պաշտոնավարման ավարտը կարող է չդիմանալ ՆԱՏՕ-ն։ Մենք խոսում ենք 2-3 տարվա ուրեմն ռազմաքաղաքական դաշինքի օրինակ գոյության հավանականության մասին։ Այս բոլորը ուղիղ եւ անուղղակիորեն ազդելու են իհարկե Հայաստանի արտաքին քաղաքական ծրագրերի եւ որոշումների վրա եւ այստեղ չափազանց կարեւոր է որ մենք ներքին մեր ինստիտուցիոնալ կարողությունները կարողանանք ուժեղացնել մեր արտաքին քաղաքական որոշումներում ավելի դիմադրունակ լինելու համար պետությունները այսպիսի ռեգիոնալ մարտահրավերներին ի վիճակի են դիմագրավել, եթե ներքնապես ուժեղ են, եթե ներքին ինստիտուտներ կան եւ այդ ինստիտուտներով մենք միայն ի վիճակի կլինենք դիմակայել այդ եւ գոյություն ունեցող մարտահրավերներին եւ նրանց, որոնք որ կարող են առաջ գալ նաեւ պատերազմի ավարտից հետո։ Եթե թույլ տաք Թուրքիայի հետ կապված իմ մտավախությունը, Թուրքիան շատ զգուշ է արձագանքում դեպի Իրանի հարվածներին։ Ընդգծված։ Այո, ի տարբերություն ռուսական ուղղաթիռի 1 վայրկյան ոչնչացումը, որովհետև եւ ի տարբերություն Ադրբեջանի, որը շատ կտրուկ արձագանքեց։ Բայց Կալիևն էլ հետո իհարկե։ Ինչու, որովհետև Իրանը շանտաժի լեզվով է խոսում հարևանների հետ։ Այսինքն ինչ է, ԱԹՍ-ներով հիմա Դուբային է հարվածում, Քաթարն էլ շատ զգուշ է խոսում եւ ինչ է ասում, ասում է, սա կատաստրոֆա կարող է լինել տարածաշրջանի համար, այսինքն կոալիցիան չի միավորվում, վատը դա է, որ արաբական Պարսից ծոցի երկրներ իրենք էլ ունենալով տարբեր ներսում խնդիրներ, էթնիկ փոքրամասնություններ, շիա հարող, ուրեմն Իրանին հասկանում է, որ ահաբեկչությունը այնպիսի բան է, որի դեմ անհնար է պայքարել աշխարհի հակաիսրայելական փողոց։ Շատ ճիշտ եք։ Օրինակ Էրդողանը զգուշ է, որովհետև նա մուսուլման եղբայրներին է
աջակցում Իսրայել կա, այսինքն ես 3+3 հարթակ որ խոսում եմ դրա մասին, Թուրքիան այսպես է մտածում, ինձ պետք չի որ Իրանը լրիվ ոչնչանա, ես Իսրայելի հետ այդպես եմ հարաբերվում, ինձ պետք չի որ Իսրայելը ուժեղ լինի տարածաշրջանում, կա Գազայի խնդիր, պետք չի որ Իրանը լինի ժողովրդավարական, որ գա շրջանցի։ Այո, ինքն էլ ունի խնդիրներ, Էրդողան ուզում է երրորդ ժամկետի գնալ սահմանությունը փոխելով, իր քայլերը դա են վկայում, այսինքն դեմոկրատական Թուրքիան նույնպես մեծ զրնտու է, հիմա Թուրքիան դեմոկրատական չի։ Եվ այն, որ Թուրքիան չի բացում սահմանը Հայաստանի, դա շատ կարևոր է, եւ Ադրբեջանը, սա է ինձ մտավախություն տալիս, որ ելի չվերադառնան այն խոսքերին, որ արևմուտքը այստեղ տեղ չունի, իրենք բոլորով դա է ինչ է ասում 3+3, որովհետեւ Ռուսաստանի հետ առևտուր անելը Հայաստանի հաշվին 3+3-ում ավելի հեշտ է, այստեղ Իրանի խնդիրը չի, քան թողնել, որ ԱՄՆ սուվերեն ոչ թե միջանցք տարածք լինի եւ թրիպ իրականացնի, այսինքն խնդիրը այս ռեժիմների նմանության եւ Պուտինի հանդեպ իրենց համակրանքի մեջ է, բայց եթե իրոք ճնշում լինի, եթե այս օպերացիան վատ չավարտվի ԱՄՆ-ի համար, Էրդողանն էլ հասկանա, որ իհարկե իրենց ձեռնտու է ՆԱՏՕ նորից ինտեգրվել, իդեպ ես կասեի, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներն են այստեղ շատ կարևոր, որ Ռուսաստանը այո տարածաշրջանից իրոք հեռանում է, ոչ թե ժամանակավոր թույլ է, սա մեզ համար դրական է։ Եվ Եթե թույլտակ քննարկենք չափազանց կարևոր արձանագրումներ եղան, այստեղ կարևոր է նաև ֆիքսել, որ Ադրբեջանի խոսույթում էլ փոփոխություններ են տեղի ունեցել օգոստոսի 8-ից հետո եւ արևմուտքի վերաբերյալ են հայտարարությունները, որոնք պատերազմից հետո անմիջապես արվում էին դեմոկրատական, հատկապես վարչակարգին ուղղված։ Թրամփի օրոք այդպիսի հայտարարություններ գրեթե չեն եղել, իսկ օգոստոսի 8-ից հետո հակառակը մշտապես խոսվել է այն մասին, որ Միացյալ Նահանգների ներկայությունը միայն դրական ուրեմն հնարավորություններ եւ հեռանկարներ են տարածաշրջանի համար բացել։ Ինչը պետք է հասկանալ նաև Թուրքիայի մասով շատ կարևոր արձանագրում արեցիք, այո, Հայաստանը պիտի շահագրգռված լինի, որ Թուրքիան արևմուտքի եւ մասնավորապես Եվրամիության հետ ինչքան հնարավոր է մոտ լինի, որքան մոտ լինի այն երկրների եւ այն կազմակերպությունների հետ Թուրքիան, ում հետ մենք ունենք դրական դաշնակցային հարաբերություններ, իսկ այդտեղ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը չափազանց կարևոր Հայաստանի համար գործընկերներ են, այնքան լավ մեզ համար։ Եւ էքսպանսիոնիզմը դեպի արևելք, այն է դեպի մեզ չի տարածվում։ Այո, իհարկե, ոչ թե դեպի Ռուսաստան չի ձգվի Ռուսաստանը գործարքների մաղումները, որտեղ մենք տեսանք 16 թվականից հետո, այդ հայտնի մահափորձից հետո Թուրքիան շրջվեց դեպի Ռուսաստան, Եվրասիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի այսպես համատեղ գործողությունները հանգեցրին պատերազմի եւ մենք մեր տարածքների եւ կյանքերի գնով վճարեցինք ռուս-թուրքական համաձայնության։ Դարձանք այդ գամբիտի այդ զինվորիկը, որը զոհաբերվեց հանուն պոզիցիոն առավելության։ Դե տեսեք, հիմա 18-րդ օրն է այս պատերազմի, գալով էլի հարցին, թե ինչ կլինի ռեժիմը, եթե չփոխվի։ Կլինի այն, որ նախ եւ առաջ Միացյալ Նահանգները քաղաքականապես կհամարվեն պարտված։ Ռազմական առումով Միացյալ Նահանգների ակտիվները այստեղ 100%-անոց են։ Ղեկավարությունը լիկվիդացված է, ռազմական պոտենցիալը ջախջախված։ Թրամփը հայտարարում է, որ 10 տարի կպահանջվի, որպեսզի Իրանը վերականգնվի, այսինքն կոտրվածքները կապնի եւ այլն, բայց եթե ռեժիմը մնում է, Միացյալ Նահանգների հեղինակությունը իր մերձավոր արևելյան արաբական դաշնակիցների մոտ կտրուկ անկում է ապրելու։ Սա եկեք ֆիքսենք եւ դա մեզ հաստատապես ձեռնտու չէ, որովհետեւ այդ ընկալումները նաև լինելու են Եվրոպայում, իսկ այսօր մենք տեսնում ենք այդ ճգնաժամը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում ուղղակի ակնհայտ է, որը եւս չի բխում մեր շահերից։ Ես այստեղ, այո, այդ սպառնալիքները տեսնում եմ եւ այստեղ այս ամենը, ինչպես ասում են, այս գցած սեղանը շուռ տալու միակ տարբերակը, այո, կներեք ռեժիմի փոփոխությունն է։ Հիմա կարող է, բայց դա մեզնից կախված չի։ Դա մեզանից կախված չի, իրողություններ, որոնք որ այո, մենք դրա վրա ազդեցություն չունենք։ Բայց դա, այո, բայց դա մեզ համար չափազանց ուրիշ կարևոր հարցեր է առաջ բերում, օրինակ ռազմաբազաների հետ կապված։ Տեսեք, Միացյալ Նահանգները ռազմաբազաներ ունի ծոցի այդքան երկրներում եւ այսօր դարձել է այդ երկրները թիրախ են դարձել Իրանի համար։ Եվ Քաթարի այդ ռետորաբանությունը իրեն չի փրկում, միևնույն է հարվածները, նաեւ ձեր ընդդիմախոսները այսօր
խանդավառված խոսում են, բա դուք տեսեք, Միացյալ Նահանգների ռազմաբազաները չեն պաշտպանում այդ երկրներին, Միացյալ Նահանգների հետ որևէ համաձայնություն մեզ կդարձներ թիրախ եւ այլն եւ այլն։ Նույնիսկ եթե ռեժիմը չի փոխվում, Միացյալ Նահանգները իր աշխարհի թիվ 1 երկրի կարգավիճակը չի փոխում եւ իր նշանակությունը չի փոխում ռեգիոնալ իհարկե ընդհանրապես միջազգային հարաբերություններում նախկինում ձևավորված այդ պատկերացումները անվտանգության վերաբերյալ ռազմաբազա, որը պիտի անվտանգությամբ ուրեմն օժտեր այդ երկրներին այլևս այդ մոտեցումը եւ այդ նախկին պատկերացումները այլևս կենսունակ չեն ինչպես կենսունակ չի նաեւ Հայաստանում ռուսական ռազմաբազայի այլևս գոյությունը եւ դա մեզ համար պիտի լինի ուղղակի ապացույց որ այդ ռազմաբազան եւս պիտի Հայաստանից դուրս գա եւ ընդհանրապես Հայաստանում որևէ ռազմաբազայի կարիք չպիտի լինի եւ անվտանգության մեր կոնցեպտները չպիտի կապված լինեն որևէ երկրի ռազմաբազա, այո, ռազմաբազա Հայաստանում տեղակայելու հետ։ Մենք այլ պատկերացումներ եւ լուծումներ պիտի գտնենք Հայաստանը անվտանգ դարձնելու ավելի հուսալի, ավելի երկարաժամկետ չկա ռազմաբազաներ։ Այո։ Եվ մի նկատառում էլ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ոնց տեսնում են վճռականությունը չի նվազում եւ նվազելու միտում էլ չի ուրեմն դրսևորում եւ Թրամփը գոնե պատվի հարց է իր համար եւ ես չեմ բացառում առաջիկա օրերին ցամաքային օպերացիա որ սկսվի առանց այդ հատուկ նշանակության ծովային հետևակ է կուտակվում այո մերձավորապես Օկինավայից բերում են այնտեղ եւ մոտավորապես էլ պատկերացնում եմ ինչ կարող է տեղի ունենալ Իրանին պատկանող այդ կղզիախումբը որը հարկ կղզուց մինչև հենց Հորմուզի նեղուցի մեջ գտնվող ամենամեծ կղզին քեշումը կարող է գրավվել ուղղակի որ Իրանի ափից եկող հարվածները դիմագրավելու համար այդտեղ ուղղակի այսպես էշելոնացված պաշտպանություն։ Էլ չենք ասում, որ այդ նույն հետևակը ուղղակի կարող է նաև ներսում ռեժիմի փոփոխության ուղղված գործողություններ ծավալի։ Ի վերջո մենք համոզված կարող ենք ասել, որ ամբողջ բեռը ռեժիմը փոխելու հասարակության վրա թողնելը եւս նպատակահարմար չէ եւ ինքը զինված չէ, զինված է ռեժիմը։ Գետնի վրա, այո, ուրեմն ցամաքային գործողությունների այս շրջանակը կարող է նաև այդպիսի նպատակ հետապնդել ու դա արմատապես կփոխի իրավիճակը եւ ասեմ որ այդ դեպքում չի բացառվում որ Իրանի միասնականության հարցը իրապես շատ ավելի սրվի ինչը մեզ համար եւս ծայրահեղ ոչ մի այո վատ հետևանքներ կարող է։ Մի նկատառում եւ ավարտենք, գիտեք, ես իհարկե շատ չափազանց խելացի մարդիկ կան ԱՄՆ վարչակազմում, բայց ես կարծում եմ, որ իրենք այլ ճանապարհով կգնան։ Այն ժամանակ, երբ տնտեսական խնդիրներ կար եւ դուրս են եկել փողոց, ժողովուրդը մի կողմ հարված էին թե ոչ այաթոլլային այդ ժամանակ, բայց տնտեսական խնդիրներ պիտի առաջացնել Իրանի համար առանց հարվածների, այսպես որ ժողովուրդը չմիավորվի, այսինքն հենց Օրմուզի նեղուցում այնպես անել, որ Իրանը չկարողանար իր նավթը տեղափոխել Չինաստան, դա է իր տնտեսության 90%-ը հովանավորում։ Եվ ես կարծում եմ նույնիսկ պատերազմից հետո են սկսելու այդ process-ները, այսինքն որ հանդարտվի, էլ այդ արտաքին վտանգը չլինի, այս քայքայված վիճակում ժողովուրդը սոված քաղցած չի մնա, ներողություն, այսինքն ռեժիմի փոփոխություն ոչ թե հիմա է լինելու, իմ կարծիքով դա լինելու է պատերազմից հետո։ Դե ինչ գանք մեր ներքին խնդիրներին Այստեղ մենք ունենք երկու հարց, որից մեկն էլ համալիր է եւ կարծում եմ սրանք փոխկապակցված հարցեր են, որոնք պետք է միավորենք։ Դա այն է, որ օրինակ մեր ունկնդիր Լուսիա Սանտրոսյանը այսպես կասկած է հայտնում, որ այնպիսի տպավորություն է ստանում, որ իշխանությունը ոնց որ թե ուզում է վերադարձնել իշխանությունը նախկիններին, հա? Եվ մյուս կողմից էլ մյուս մեր ունկնդիրը Պետրոս Մարտիրոսյանը հարցնում է ինչ պետք է անի կառավարությունը, որ չի անում այս ճակերտավոր փրկիչների դեմն առնելու համար, իդեպ նաև
Այս ամենն արվում է ասվում է երեկվա իրադարձության համատեքստում, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի տեխնացու է։ Ի վերջո կա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի փորձը, երբ աջ ձեռքով գրում էր պատերազմ թե խաղաղություն լրջանալու պահից ձախ ձեռքով, ասենք Ռոբերտ Քոչարյանին բերում էր վարչապետ, իսկ Սերժ Սարգսյանին էլ միավորում էր ՆԳՆ-ն եւ ԱԱԾ-ն եւ նրան կարգում սուպեր նախարար։ Արդյունքում էլ տեսանք ինչ անհարմար բան ստացվեց։ Դե հետո էլ արդեն պետական հեղաշրջում եւ տերակտ պարլամենտում եւ 20-ամյա կրիմինալ դիկտատուրա։ Եվ հիմա մարդիկ հարց են տալիս, այս ինչա հանձնում եք նախկիններին։ Արմեն, խնդրում։ Դե գիտենք, որ արդարության հետ կապված լրջագույն հիասթափություն կա ժողովրդի մոտ, մենք անընդհատ հանդիպում ենք Լիլիթ ջան մարդկանց մարզերում, գյուղերում, չկա մի հանդիպում, որտեղ մեզ չեն խոսում եւ չեն բարձրաձայնում դատական համակարգի անկատարության մասին, դատաիրավական համակարգի այս խայտառակ վիճակի մասին հարցեր չեն բարձրացնում ու սա վկայում է այն մասին, որ 18 թվականի հիմքում ամենամեծ խոստումը մնում է չլուծված եւ մարդիկ ուղղակի ամեն անգամ սենց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նրանց ընտանիքներին առնչվող այս գործերով վերապրում են այդ ամբողջ ցավը, այդ ամբողջ ցասումը ակնհայտորեն մենք տեսնում ենք, որ ուրեմն այդտեղ իշխանությունը մեծապես թերացել է եւ 2021 թվականի այդ մուրճը այսպես որևէ կերպ վրան բանտիկ կապած սեղանին դրված է մնացել եւ այդտեղ էլ մեծ սիմվոլիզմ կա ցավոք որևէ գործողություն չի արվել այդ ուղղությամբ եւ քաղաքական կամք չի դրսեւորվել ես խոսել եմ եւ իշխանության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ նախարարի հետ կրկին պետք է ասել որ չկա բավարար կամք ընդհանրապես չեզոքացնելու այս ամբողջ քաղաքական կամ կիսա քաղաքական քրեական այս ամբողջ շրջանակին մեզ ուղակի այդ դատական համակարգը ձեռ է առել այն որոշումներով, որոնք վերջին օրերին օրինակ հրապարակվեց։ Գագիկ Ծառուկյանը ասում է 2017 թվականին ընտրություն չի կեղծել կամ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում եք կայացնում այն ժամանակ, երբ գիտեք, որ Սաշիկը Ամերիկայում նստած, այո, վայելում է իր թալանածը։ Եվ հռհռում մեր արդարադատության վրա։ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները ուղղակի ծիծաղ են առաջացնում։ Աղվան Հոսեփյանը ազատության մեջ է։ Այսինքն մենք բազմաթիվ նաև օրինակներով կարող ենք ասել, որ բավարար այսպես կամք եւ նախանձախնդրություն հանդես չի բերում գլխավոր դատախազությունը հիմնավորապես մարդկանց ցույց տալու համար, որ այս ուղղությամբ դատական ուրեմն եւ դատաիրավական համակարգը ջանքեր է գործադրում արդարության հաստատման ուղղված եւ տեսնում եմ նաեւ որ քաղաքական համակարգը ընդհանուր առմամբ դրան շատ այսպես այդ ուղղությամբ առանձնապես ջանքեր չի գործադրում ըստ էության նրանք ովքեր խորհրդարանում են ընդհանրապես բարեփոխումներով շահագրգռված չեն հակառակը նրանք ցանկանում են որքան հնարավոր է իրենց նշանակած դատավորները շարունակեն պահպանել իրենց դիրքերը դատական համակարգում եւ բնականաբար իշխանություններից ամենօրյա հաշվետվողականություն այս ուղղությամբ պահանջող չկա խորհրդարանում նրանք էլ անում են այնքան ինչքան այս պահին իրենց հարմար է եւ որևէ այսպես դժվարություն չեն քաշում այդ ուղղությամբ ես հիշում եմ օրինակ նախորդ խորհրդարանում երբ ես պատգամավոր էի չկար մի հարց ու պատասխան երբ ես այս հարցերը չէի բարձրացնում ինձ ասեք վերջի անգամ որևէ այսպես կշտամբանք այս ուղղությամբ գլխավոր դատախազին կամ արդարադատության նախարարին կամ վարչապետին հնչել է թե ոչ հակառակը հասել է նրան որ վարչապետն ինքը վերջերս արձանագրեց որ դատական համակարգի խնդիրները շատ ավելի ծանր են քան ինքը կարող
կարող էր նույնիսկ պատկերացնել։ Եվ այն պատուհանը, որ հեղափոխությունից անմիջապես հետո տրված էր շուտափույթ դատական համակարգ առողջացնելու, զտելու, վեթինգի ենթարկելու եւ ահռելի մանդատ կար միջև 44-օրյա պատերազմը այդ հարցերով զբաղվելու, իշխանությունը ուղղակի որոշեց, որ թող դատավորները խելքի գան, չգիտեմ ինչ անեն եւ այլն։ Շանս տան։ Արդյունքը մեր աչքի առջև է, մարդիկ ովքեր մարտի 1-ի գործով կարևորագույն դատական այսպես ապօրինությունների հեղինակներ են, առաջխաղացում են ունեցել հեղափոխությունից հետո։ Մնացական Մարտիրոսյանը այսօր կենտրոն դատարանի նախագահն է։ Մնացական Մարտիրոսյանը ինձ է դատել, Ժիրայր Սեֆիլյանին, Վարդան Մալխասյանին, 7-ի գործով հիշում եք մարտի 1-ի գործով 7-ի հայտնի դատավարություն, Նիկոլ Փաշինյանի դատավորն է, այսինքն Լիլիթ, այս հարցը ակտուալ է նաև նրանով, որ Ես կուզեի, որ Լիլիթը երեկվա միջոցառման մասին օրինակ խոսեր եւ Ռոբերտ Քոչարյանի ելույթի մասին։ Հենց դրա մասին էր խոսքը, որ Ռոբերտ Քոչարյանը հռչակվում է վարչապետի տեխնացու, այսինքն նա ստանում է լեգալ հնարավորություն վերականգնելու այն ռեժիմը, որի պարագլուխն է եղել 10 տարի, որի օրոքել մենակ տեղի ունեցածը միայն թվարկելը ամբողջ եթերը կավարտվի, չթվարկենք, բոլորս ապրել ենք, գիտենք։ Եվ հարցնում է, որ այս Պետրոս Մարտիրոսյանն էլ հարցնում է, որ դեմոկրատիա խաղալու ժամանակը չի։ Եկեք մի հատ ճշտենք տերմինները, որն է դեմոկրատիան եւ ով ինչ է խաղում։ Պարոն Պետրոս Մարտիրոսյանը կարող եմ ասել, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանը չի խաղում դեմոկրատիա, սա հստակ ծրագիր է, ես ավելի պեսիմիստական գնահատական ունեմ, որի նպատակն է պահել այս նախկիններին որպես ընդդիմադիր։ Եթե իրենք ձերբակալվեն, պատասխան տան, մենք չենք ասում Չաուշեսկու օրինակով, ընդդիմություն չի լինի հարմար։ Ես հեռու եմ այն մտքից, որ գլխավոր դատախազը ինքնուրույն ինչ-որ որոշումներ է կայացնում։ Երբ որ իշխանություններին պետք է Գարեգին II-ը դուրս չի գալիս Հայաստանից։ Բագրատ Գալստանյանը պատժվում է։ Հարց եմ հնչեցնում, իրենց քայլերը ավելի կոպիտ են Հայաստանի Հանրապետության հանդեպ եղել, չեմ արդարացնում, ես չգիտեմ դեռ ինչու են մեղադրում։ Կամ եթե Գայիկ Ծառուկյանը արդարացվի, ուրեմն Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսել, որ նա ընտրությունները կեղծել է։ Թող ուրեմն Գայիկ Ծառուկյանը իր հեղինակությունը վերականգնի, այսինքն այն ինչ անում են Հայաստանի իշխանությունները, առաջին հերթին հարված է մեզ նման մարդկանց, ովքեր խոսում են, որ նախկինները եւ դա ելնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերից երկիրը թալանել են, իսկ հիմա իրենք արդարացվում են։ Հիմա ինձ կարող է Ռոբերտ Քոչարյանը դատի տա։ Եվ ճիշտ կանի օրինակ, կասի ես չեմ թալանել, կամ Գագիկ Ծառուկյանը, հենց դատանի վճիռ։ 2017-ի ընտրություններն էլ ազնիվ էին, 18-ի հեղափոխությունն էլ ինչ-որ պատահականություն։ Կա մարդիկ, որոնք Սորոսի արածներ։ Մարդիկ, որոնք հպարտանում վճարել են Նիկոլ Փաշինյանին, այսօր Ինտերպոլը իրենց գլխավոր դատախազությունը չի դիմել, որ նորից հետապնդումը վերսկսի, ես այդ հարցը անդադ բարձրաձայնում եմ, ուրեմն վճարել են։ Ինչի՞ չի սկսվում։ 350 միլիոն դոլարի մասին եք առաջինի եթերում հանրային հեռուստաընկերության խոսում։ Եվ սա դեմոկրատիա չի։ Սա խաղ է, ինչու ես իրավաբան եմ, ես գիտեմ, որ լիովին Նիկոլ Փաշինյանը օրենքի սահմաններում կարող է լուծել այս խնդիրը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Մայր Սանդուից օրինակ թող վերցնի, մերձբալթյան երկրներից օրինակ թող վերցնի։ Տարբերակներ կան, լյուստրացիա կար, անցումային արդարադատություն կար, եւ դրա համար ես մերժվեց։ Եվ այստեղ ես ձեզ հետ ուզում եմ համաձայնել, եթե դեմոկրատիա լիներ, մենք այս վիճակում չէինք լինի եւ Ռոբերտ Քոչարյանը հաստատ արդեն պատժված կլիներ։ Սա անարխիա է, սա դեմոկրատիա չի։ ԱՄՆ-ում դեմոկրատիա չի, որ եթե այդտեղ պարզվի, որ նախկին նախագահը ուղղակի թալանել է երկիրը, ուրեմն դա դեմոկրատիայի դեմ է, որ ինքը պատասխանատվության է ենթարկվում։ Եվ դրա համար իմ հիասթափությունը մեծ է, շատ հաճախ ինձ ասում են ինչու է քննադատում իշխանությունը, այսինքն իշխանությանը մենք արդեն 8-րդ տարին մանդատ էինք տվել, չէ՞, մի հարց լուծելու համար։ Բոլոր օլիգարխների ցուցակը ես ներկայացնելու եմ իդեպ մինչև ընտրություն, այն մարդկանց ցուցակը ահռելի, դա միայն Սերժ
Սարգսյանի եղբայրները չեն, որոնք դուրս են եկել երկրից եւ շարունակում են բիզնես գործունեություն իրականացնել միջնորդավորված Հայաստանում եւ Նիկոլ Փաշինյանը դրա մասին գիտի։ Կամ եթե ինքը չի կարողանում այդ հարցը զորում թույլ ղեկավար է, բայց ինչու է խոստում տալիս, էլի գալու է այդ խոստումը տա, ուրեմն ասա ես չեմ կարող։ Ինչու եք խափում ժողովրդին, եթե իհարկե դուք չեք։ Մեկ ասում եք, ով է այն դատավորը, որ պիտի ինձ չլսի։ Իհարկե դա հակասահմանադրական է։ Դե այդ ձևով լուծեք, ժողովուրդը տվել է այդ մանդատը։ Ինչ վերաբերում է երեկվա իրադարձություններին, ես կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի ամենասիրելի գործիչը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ուղղակի նրան հնարավորություն է տվել ոչ միայն չկրել պատիժ իր քայլերի համար, օրինակ երկաթուղին այսօր որ մենք թրիփի մասին ենք խոսում, որ կողը չիրականանա, Quick Park-ի դիմաց երկիրը դա իր վերջի տարվա ընթացքում է կատարել իշխանության, որ մենք կախված ենք Ռուսաստանից եւ չենք կարողանում ելք գտնել, դրա համարով պիտի պատասխան տա։ Եվ կարճ ասեմ, Ռոբերտ Քոչյանը երբևիցե չէր կարող երազել, որ 8% ձայն կհավաքի, եւ նա դա հավաքել է, եւ կարող ավելի շատ հավաքել, գիտեք ինչու, ես միշտ այդ վախը տեսնում եմ, եթե իշխանությունների հանդեպ վերաբերմունքը փոխվի արմատապես, ժողովրդի մեջ այդ տեսակետը, որ ավել լավ չէր, ես լսում եմ այդ մարդկանց եւ ցավում եմ, ես էլ եմ մարդկանց հետ հանդիպում, լավ էր էլի այդ հեքիաթներին հավատում են, այնվաղ պատերազմ չկար, ուժեղ էինք, Պուտինը լավն էր, հիմա որ սահմանը վերելարսը փակի Իվանիշվիլին կասեն Սամվել Կարապետյանը պիտի գա եւ մենք ինչ ենք անելու Նիկոլ Փաշինյանը կարող է ինքը պատասխան չկրի, բայց մենք ենք մեր երկիրն է դուժելու դրա համար ես շատ բացասական եմ վերաբերում այս իշխանությանը։ Ես կարող եմ միայն ասել, որ ինքնին Ռոբերտ Քոչարյանը ի տարբերություն իր հիմնական գործընկեր քաղաքական ուժերի Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միակն է, որ հայտարարում է, որ ինքը ուրեմն վարչապետ դառնալու հավակնություն ունի։ Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ վարչապետ, Գագիկ Ծառուկյանն էլ ասում է, ես վարչապետի տեխնացու չեմ։ Ուրեմն բոլորի վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է։ Փաստորը։ Ուրեմն նախ էս արձանագրումը անենք, երկրորդ ես համաձայն եմ Լիլիթի հետ, որ Նիկոլ Փաշինյանն է ըստ էության հնարավորություն տալիս Ռոբերտ Քոչարյանին հանդես գալ ոչ թե մեղադրյալի աթոռին բանտախցում, այլ համալիրում կանգնել ուրեմն ելույթ ունենալ, ցուցմունք տալու փոխարեն ելույթ ունենալ եւ ծարմրվելով ուրեմն ծանր այդ ելույթը կարդալով հայերեն տեքստը ուրեմն արտաբերել։ Եվ սա մարդկանց ուղղակի մեր հասարակության նյարդային համակարգն է ուղղակի տակն ու վրա անում ամեն անգամ ու մենք իհարկե չպիտի հոգնենք կրկնելու որ այս քաղաքական կամ քվազի քաղաքական այս ամբողջ շրջանակը, որոնք պետության զավթիչներ են իրականում, մնում են անպատիժ նաև եւ քաղաքական իշխանության, եւ իրավական համակարգի ոչ բավարար, այսպես խիզախության պատճառով քաղաքական եւ իրավական գնահատական չի տրվել առաջին օրից, դա երբեք ուշ չի անելը, ես կարծում եմ, որ դրա համար բազմաթիվ առիթներ, նորանոր առիթներ ծագում են եւ դրա վերջին առիթը մենք նախորդին դրա մասին եւս խոսում էինք 2025 թվականի սեպտեմբերի 18-ի մարտի 1-ի գործով մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ, որ ըստ էության պետությունը, որը ունի շատ կոնկրետ անուն ազգանուններ, առնվազն այդ օրվա քաղաքական կոալիցիայի մաս կազմող ուժերը, Հայեղափոխական դաշնակցություն, Հանրապետական, Բարգավաճ Հայաստան, կոնկրետ մարդիկ, ամբողջ դատական, դատախազական, քննչական մարմինները պարլամենտի կազմակողմ քվեարկած ուղղակի մասնակցել են պետության զավթմանը։ Այդ ամբողջ քաղաքական կամ քրեական այդ ամբողջ շրջանակը այսօր մասնակցում է ընտրություններին։ Այդ նույն մարդիկ այսօր մասնակցում են ընտրություններին, իրենք որևէ մեկը իրենցից պատասխան չի տվել եւ այսինքն համալիրներ են լցնում։ Սա է պատասխանը եւ դրա համար մարդիկ այսենց հիասթափված են եւ կարծում են, որ իրականում ժողովրդավարությունը թուլություն է, մինչդեռ ժողովրդավարությունը հենց պիտի այդ անհրաժեշտ
ավյունով օժտեր իշխանությանը ավելի հետևողական գտնվելու այս տարրերին ուղակի չեզոքացնելու քաղաքական միջավայրից ոչ միայն ընտրությունների թույլ չտալու որ նրանք մասնակցեն այլև ընդհանրապես քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունք չկա քաղաքականության մեջ որևէ դերակատարում եւ որևէ պետական պաշտոն նրանք իրավունք չունեն զբաղեցնել այդ նույն դատավորները նույն դատախազները նույն քննիչները ովքեր քննել են այդ գործերը եւ հազարավոր մարդիկ այդ իրադարձությունների ուղակի հետևանքով զրկանքներ են կրել կոնկրետ այս մարդկանց որոշումներով այս այդ մարդիկ այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում մարդկանց ճակատագրեր են շարունակում տնօրինել ու սա չի կարող մեզ չանհանգստացնել այսա լրջագույն խնդիր է շարունակում մնալ որը մեզ թույլ չի տալիս նաև արտաքին սպառնալիքները այսպես արժանիորեն դիմագրավելու հույս ունենալ եթե մենք երկրի ներսում արդարության նկատմամբ այսպես համատարած անվստահություն ունենք որ պետությունը ի վիճակի չի մարդկանց արդարություն բերել այսինքն մենք չենք տեսնում որ գործող իշխանությունները բավարար կամք են գործադրում եւ ջանք են ներդնում նորմալ դատական եւ իրավապահ համակարգ ստեղծել մեր ժողովրդի համար այդ ժողովուրդը չի կարող արտաքին սպառնալիքներին բավարար չափով դիմագրավելու ռեսուրս ունենալ, պոտենցիալ ունենալ, ուժ ունենալ, դիմադրողունակություն ունենալ։ Իդեպ ես ներողություն անհավանական գուցե իմ սցենար կասեմ, բայց չգիտեմ ինչու կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը դեռ կարող է լինել վարչապետի տեխնացու, քաղաքապետի մասին է նախկին վարչապետի մասին է խոսքը գնում, նա շատ է վերջերս ակտիվացել, ես կարծում եմ Ռուսաստանը մեկ քայլով չի գնալու այս ընտրությունների մի քանի տարբերակներ։ Մատրյոշկա եւ մցանելու։ Իդեպ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից անուններ չտամ, ասում են, եթե Վազգեն Սարգսյանը չգնար Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, այսպիսի իրավիճակ չէինք ունենա։ Նախ առաջինը Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր։ Այսինքն որոշողը ինքն էր, այդպես հեռանալ գնալ ապրել սև շենքում, այսինքն վերցնեիք պատասխանատվություն, եթե պետք էր Վազգեն Սարգսյանի դեմ էլ ինչ որ քայլեր իրական, տենց այդպես ասել ես գնացի ցտեսություն, հետո 30 տարի անց գալ ասել դուք եք մեղավոր, չբերեիք իրենց Լեռնային Ղարաբաղից։ Մինչև գնալ այդ մի քանի քայլերը ինչի մասին էին։ Ռոբերտ Քոչարյանն արդեն վարչապետ էր։ Սերժ Սարգսյանն արդեն սուպերնախարար էր։ Ինչի մասին։ Եթե դա դուք չէիք ուզում անել, առնվազն Սերժ Սարգսյանից կարող էիք, հա, ներքին գործերի նախարարությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը հետ բաժանել եւ ուրեմն օրինակ, չգիտեմ, ներքին գործերի նախարար նշանակել ձեր ամենահավատարիմ մարդկանցից մեկը։ Առանց Վանո Սիրադեղյանին անելու դնեիք այդ պաշտոնին։ Եթե նպատակը իրականում պատերազմի կուսակցությանը իշխանությունը հանձնելը չէր, որովհետեւ ի վերջո ամեն ինչ արեցիք, որպեսզի Հայաստանին 20-ամյա մղձավանջի մեջ պահեք անունը դնելով որ դե խաղաղության կուսակցությունը պարտվեց պատերազմի կուսակցությունը վերցրեց եւ հայ ժողովուրդը 20-ամյա այդ դժողքի միջով անցավ այդ արտագաղթների ու այդ հալածանքների միջով իդեպ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ մենակ մարտի 1-ը չի ես արյունոտ տասնամյակ ձեռնարկի հեղինակն եմ տասնյակ մարդիկ են սպանվել քաղաքական հայացքների համար հետապնդումների մասին չխոսեմ ծեծ ու ջարդերի մասին չխոսեմ պետության գույքը օտարել ձեր ընտանիքը դրա մասնակիցն է եւ սա է մենք չենք կարող որևէ պարագային սա թույլ տալ որ տեղի ունենա մեզանում Լիլիթ Բացի այս գործոններից էլ, որը մենք նոր քննարկում ենք, կարծեք ոնց որ ներսի դարդը քիչ էր։ Հիմա էլ իրադարձություններ են ծավալվում նաև այն համատեքստում, որը նախ եւ առաջ որի մասին մենք իմացանք արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրությունից դրան հավելյալ Դանիել Իովաննիսյանը արդեն որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ իր հետաքննություններ արել եւ այսօր արդեն առաջին հայ պաշտոնյան, որը փաստորեն հաստատեց Դանիել Իովաննիսյանի ասացի ճշմարտացի իսկությունը, դա Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարե Սիմոնյանն էր։
որ այո, դա տեղի է ունենում եւ այն համայնական կառույցներում մեծ լարվածություն է Ռուսաստանում, հայկական համայնական այդ հատվածներում, որին սերտորեն մասնակցում է եկեղեցին եւ իդեպ ասեմ, որ այդ ավտոբուսների հիմնական ծրագիրը ռուսական իշխանությունները համակարգում են ուրեմն Ռուսաստանում նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի եզրած arczepiskopos-ի ուղիղ եւ իր շրջանակի եւ իր ենթակաների հետ եւ պատահական չի, որ ցույցերը վերջին Հայաստանի դեմ ցույցերը իրականացվում էին եկեղեցիների բակերում։ Այո։ Եվ հիմա այս նույն մեր քաղաքացին Պետրոս Մարտիրոսյանը, որ այսպես համալիր հարց է տվել, հետևյալն է գրում, որ համոզված եմ, թե ինչ տեղի կունենա, որ ոչինչ չարվի, երբ այդ 200-300 հազար մարդիկ գան Հայաստան, չի ասում ինչ տեղի կունենա, բայց համոզմունք է հայտնում, որ ինքը գիտի ինչ տեղի կունենա, ինչ տեղի կունենա։ Իշխանությունն ասում է, մենք հավելյալ այդ 200,000, 170,000-ը մեզ է ձայն տալու։ Այսինքն Ռուսաստանից եկած, բերված 170,000-ը, ասում կտեսնի փոփոխությունները։ Իր ունեցվածքը տնեցիների մի մասին էլ պատանդ թողած ընդեր գալու է ու տա ձայն իրենց։ Այսինքն իշխանությունը հայտարարում է, որ որևէ բան չի պատրաստվում այդ ուղղությամբ Փաստորեն անել։ Դե ասել են, գլուխը պատին են տալիս, դա լուծումն է։ Հա, գլուխը պատին տվեցին եւ ավարտվեց։ Գիտեք, իհարկե շատ դժվար է, մեծ համայնք կա Ռուսաստան, իդեպ բոլորը չի, որ նախկին իշխանությունների եւ Պուտինի աջակիցներն են։ Համաձայնում, ես շատերի ճանաչում եմ, որ այո, հիմա մարդիկ իրենց նախ պետք է աշխատատեղեր ստեղծել, որ այդ մարդիկ վերադառնային, ուրախորից չեն գնացել, եւ երկրորդը խնդիրը որն է, դու պիտի չեզոքացնես, եթե իհարկե ցանկություն կա, այն շրջանակները, որոնք կարող են օգտագործել այդ ներուժը։ Մենք խոսեցինք նոր, եթե դու թողնում ես իրենց դաշտում, եթե այդպիսի մարդիկ չլինեն, խոսքը ռուսամետներին չի վերաբերում, մեր մոտ քրեականացված չի Ռուսաստանի սիրելը, ի տարբերություն Ռուսաստանի, մեզ մոտ այդպիսի ինոագենտների խնդիր չկա։ Սա ազատ դեմոկրատական երկիր է, եւ կան իրոք մարդիկ, որոնք ասում են Ռուսաստանի հետ է մեր ապագան։ Մենք չենք ընդունում, բայց չենք ասում իրենց ձերբակալեք։ Խոսքը վերաբերում է այս տարերին, որոնք ունեն մեծ գումարներ, Հայաստանը փոքր երկիր է, ունեն դրատվամիջոցներ, ունեն սափրագլուխներ, իդեպ օլիգարխները, որոնք պետք է պատասխան տային սափրագլուխների գործունեության համար հիմա արդարացվում են, շնորհիվ Նիկոլ Փաշինյանի դառնում են խոշոր սեփականատեր, այսինքն իրենք են թողել այս վիճակը։ Ես կարող եմ հիմա ամեն օր քննադատել Ռոբերտ Քոչարյանին, բայց նա արդարացված է նորից ուզում ասել շատ գործերով, եւ երկրորդը, եթե իրենք ոչինչ չեն անում, մի հատ էլ ասում են մենք որևէ խնդիր չունենք, մենք ոչինչ չենք կարող անել դրա դեմ։ Այսինքն Մոլդովայում ինչու չկարողացան, մեծ համայնք կա, չէ, Ռուսաստանում Մոլդովայում, բայց չկարողացան, որտեղ մայրը սանդուն, ես միշտ այդ օրինակը բերում եմ։ Օրենքով այդ խնդիրը փակ է։ Պաբեդա բլոկը քվեարկությունից, եթե չեմ սխալվում, մի շաբաթ թե 10 օր առաջ միանգամից հանեց ընտրություններին դատարանի որոշում։ Ինչու, որովհետև մեծ հետաքննություն իրականացվեց եվրոպացի այդ որ հիբրիդ պատերազմի դեմ պայքարում են, որ Իլոն Շորը ցանցեր է ստեղծել, այնտեղի օլիգարխն է ռուսական։ Եվ ապօրինի փողի շրջանառություն ֆիքսեցին եւ որոշեցին։ Կիրիենկոն ոչինչ չկարողացավ փոխի, այսինքն հարցը փոքրությունը չի, հարցը ցանկությունն է։ Դրա համար ես պատասխանը նույնն է, որ Հայաստանի իշխանությունները կամք չունեն եւ գուցե նաեւ հարմար է իրենց այս ընդդիմությունը կրկնում եմ, որովհետեւ անհարմար հարցեր չի տալիս Հայաստանի իշխանություններին։ Եվ մի բան ասեմ, ես ինչ եմ կարծում Վլադիմիր Պուտինը ինչ է այստեղ ուզում իրականացնել։ Մաքսիմալ այո, նա կցանկանար, որ Նիկոլ Փաշինյանը չլիներ իշխանության։ Մյուս կողմից Վլադիմիր Պուտինը նաեւ գիտի, որ Հայաստանում ռուսամետ ուժերը չունեն հեղինակություն։ Նա փորձում է փխրուն մեծամասնություն թողնել Նիկոլ Փաշինյանին, գիտի, որ տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, դիվերսիֆիկացիա բառը մնաց սառույցի վրա Հայաստանում եւ ընտրություններից առաջ նա լուրջ խնդիրներ կարող է ստեղծել։ Այսինքն այնինչ հիմա կա, այսպես հարմար է։ Այսինքն ոչ այնքան մանևրի դաշտ ունեցող իշխանություն եւ վրան այն կոնտր գայկայի նման ձգած 5-րդ շարասյուն եւ 6-րդ պալատ։ Դա չէ, իդեալական ռուսամետ է Նիկոլ Փաշինյանը, դրա մասին չի խոսքը, կամ չենք ասում պետք է հայհոյի Վլադիմիր Պուտինին, հասկանում ենք, գազան է արյունոտ,
ժողովուրդ եւ մենք շտանգի մեջ ենք, բայց որևէ քայլ չի արվել դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, ստանդարտները եվրոպականին մոտեցնելու ուղղությամբ ընդհանրապես մենք չենք տեսել, որ օրենք ենք ընդունել 1 տարի առաջ Հայաստանի Եվրոպական միության անդամակցության մեկնարկի մասին օրենք ենք ընդունել այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ կառուցվածքային առնվազն մեզ մոտավոր շրջանակ, հա, թվական օրինակ ասվի, որ մենք ծրագրում ենք 3 տարում հասնել այստեղ 5 տարում օրինակ հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցության գործարարներին կանչել կառավարություն ասել, որ տղերք մենք ձեզ պատրաստվում ենք աջակցել 5 տարվա կտրվածքով, որպեսզի դուք ձեր ստանդարտները փոխեք եւ Եվրոպա պիտի գնանք, եվրոպական շուկայում պիտի դուք տեղ ունենաք։ Եվ մենք դրա համար պատրաստ ենք ձեզ լսել, հասկանալ ինչ կարիք ունեք, որպեսզի ուրեմն ուղղենք այս մարդկանց ապրանքը դեպի գնողունակ 450 միլիոնանոց, 18 տրիլիոնանոց 18 տրիլիոն եվրոյի կարողություն ունեցող շուկայի մասին ենք խոսում։ Հասկանում եք, մենք այս բոլորը թողել ենք ուրեմն մնացել ենք պատժամիջոցների եւ դեգրադացվող, այո, տնտեսությունը ըստ չունեցող մի երկրի բան ենք, այսպես կցորդ ենք շարունակում մնալ, ուրախանալով Ռուսաստանի պատժամիջոցների արդյունքում մեզ ինչ որ, չգիտեմ, վերարտանման, ասենք ձեզ սանկցիաների կենթարկենք, դա շատ տարօրինակ է եւ որ չենք գիտակցում, որ այդ հնարավորությունն էլ կա, եթե Տրամպը հասկանա, որ Վլադիմիր Պուտինը չի լսելու իրեն եւ չի կիսելու աշխարհը, ինքը ցանկանում է ողջ Ուկրաինան, ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ կդնի նաեւ Հայաստանում, ինչպես Սերբիային ասում է, մի գնի, չեմ թողնում եւ այնտեղ կոլապս է հիմա էներգետիկ Եվ գիտեք, ամենակարևորը ժողովրդի հետ պետք է անկեղծ խոսել։ Եթե դուք գաք, ինչպես Ուկրաինան, բացատրեք, որ մենք ունենանք խնդիրներ ժողովուրդ։ Մենք տեսել ենք այդ խնդիրներով ապրել է ժողովուրդը։ Կարող է սկզբում բարդ լինի, բայց մենք, որ ասում են պետություն կդառնանք, ինքնիշխան կդառնանք, ես վստահ եմ հայ ժողովրդի մեծամասնությունը ինչ որ ձեռքանքների համաձայն է։ Եվ բացի այդ ժողովուրդը չգիտի ինչ է նշանակում Եվրամիություն։ Պետք է գնալ, խոսել, բացատրել, որ դա այդքան էլ բարդ ճանապարհ չէ։ Այնպես է ներկայացնում, կարծես հայ ժողովուրդը ներողություն հազար անգամ ճոկոլասի ինչ որ միշտ մակարդակի վրա պիտի մնա։ Չի, այո, եվրոպական։ Այսինքն Մոլդովան կարող է, Հայաստանը չի կարող։ Ինչ որ Մարս թռնելու պես մի անիրական մի բան է։ Այո, բարդ է իշխանությունների համար։ Այո, պետք է շատ աշխատել։ Այո, 10 անգամ ավել պետք է ջանք գործադրել Եվրամիության անդամ դառնալու հավակնություն ունեցող որևէ իշխանություն։ Բայց դրա համար քաղաքական կամք է պետք եւ ինձ ասեք, իսկ ո՞րն է դրա այլընտրանքը։ Հայաստանը հարատևելու որպես ինքնիշխան պետություն այս տարածաշրջանում հարատևելու այլ մոդուս ասում են բալանսավորող եւ բալանսավորված, որի տակ որևէ եւ շարունակում ենք մնալ հապկում, շարունակում ենք մնալ եւ մնում ենք եւ չենք մնում եւ եվրոինտեգրվում ենք եւ չենք եվրոինտեգրվում միաժամանակ մի հակասությունների այսպես մի ընդհանրություն ոչ մի բանի մասին եւ շատ կարճ ամփոփելով էլի ինչ պետք է անի կառավարությունը որ չի անում այս փրկիչներից մեզ դեմն առնելու համար ես ավելի շատ կուզեի որ մենք մեր անելիքների մասին խոսեինք որտեվ կարծում եմ կառավարությունը շատ էլ լավ գիտի ինչ պիտի անի, բայց չի անում եւ դա է պատճառը, որ նաեւ մեզ որակյալ ընդդիմություն ձևավորելու հրամայական առաջ բերում, որպեսզի իշխանությանը ուղղակի հնարավորություն չտանք չանելու այն, ինչ իրենք գիտեն, որ պիտի անեն, բայց չեն անում։ Ես խորապես համոզված եմ, որ եթե մենք խորհրդարանում ունենայինք որակյալ ներկայություն, ընդդիմություն, իրական ընդդիմություն, պրո-հայաստանյան ընդդիմություն, ոչ թե այն ինչ ունենք։ Այս իշխանությունն էլ բավարար ջանք կգործադրեր, բավարար քայլեր կգործադրեր եւ ներքին ինստիտուցիոնալ խնդիրներում այդ թվում նաև իրավապահ համակարգի դատական իշխանության ուղղությամբ, նաև արտաքին ճակատում մենք կունենայինք զգալի հաջողություններ եւ այս տարերային, այս հեղեղուկ, այս անորոշ ուրեմն իրավիճակը չէինք ունենա
եւ կարծում եմ այստեղ էլի խնդիրը մնում է ընդդիմության եւ ընդդիմափոխության հարցը, որը օրհասական ուղղակի նշանակություն ունի, հատկապես Հայաստանի եւ Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Եվրամիության տարածաշրջանում այս նոր իրողությունների համատեքստում ես կարծում եմ, որ ներքին համախոհությունը այս գործընթացներին չափազանց կարևոր է, որ այս գործընթացները կախված չլինեն մի մարդուց, մի քաղաքական ուժից եւ մի ընտրական ցիկլից։ Սրանց կայունությունը եւ շարունակականությունը պիտի երաշխավորված լինի քաղաքական ողջ դասով, անկախ նրանից դու ընդդիմություն ես թե իշխանություն։ Եվ սա է իմ պատկերացմամբ լուծումը եւ առաջիկա նաեւ գործընթացների, ընտրական գործընթացների գլխավոր հարցը գուցե եւ ոչ թե այնքան իշխանության հարցն է, որքան ընդդիմության։ Լիլիթ Հանց։ Ես ցավով պետք է նշեմ, որ դեռ աշխատում է այդ նախկին ներկա ուրեմն բանախոսություն, եւ ես միշտ նշում եմ, որ հայ ժողովրդին ես դրանում չեմ մեղադրում, ժողովուրդը սիրում է տեսարաններ, օրինակ հիմա Ռոբերտ Քոչարյանը, որ հայտարարում է վարչապետի տեխնացիան, դա նվեր է ուղղակի Հայաստանի իշխանություններին, եւ եթե նա մեկ ամիս ձերբակալվի, խոսես դրա մասին, էլի հեղինակություն, այսինքն նախ պիտի հարցնեք ինչու ես դու այդքան ատելի, որ մենք չենք կարողանում քո դեմ 8 տարի է պայքարել, քեզ հեռացնել ես դիտումները, որ ասենք ասում ենք Քոչարյանի հետ իրենք բանավիճում են, դիտումները շատ բարձր է, ես ինչ կարող եմ դրա դեմ, ասենք ծրագիր բերել, ժողովուրդը չի ուզում լսի, կառուցողական, չէ, շատ հավես է, որ մենք լսում ենք, քո տղան մարդասպան է, դա հաճելի է։ Սա մեկ, երկրորդը ամենակարևորը այս ներքին ներկա, նախկին ներկա այս ներքին հակասությունները պիտի ավարտվի, որովհետև հայ ժողովուրդը փոքր է այստեղ, 3 միլիոնական ժողովրդին բաժանել նախկին ներկա, եկեղեցու հետևորդ ես, թե հետևորդ չես։ Իրական նախկինների դեմ պայքարեք, մի քանի հոգի են։ Եթե նույնիսկ հանրապետական եղել, այսօր կառավարության փոխվարչապետերը նախկին հանրապետական եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներ են, այսինքն մենք չենք ասում բոլոր հանրապետականները պետք է ոչնչանան, ներողություն կամ բոլոր դաշնակցականները, եթե պետությանը վնաս չեն տվել, չեն հալանել եւ ընտրություն չեն կեղծել, մենք ժողովրդին չենք բաժանում սև սպիտակի, որովհետեւ կադրեր են պետք։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը երբ օրինակ Արտուր Օսիպյանին կամ չգիտեմ Արտուր Վանեցյանին կամ Օսիպյանին նույն տանում էր Վալերի Օսիպյանին իր թիմ, գիտեր չէ, իրենք որ նախկին են, բայց ժողովուրդը չէր ասում ինչու է ստանում։ Հետո երբ որ տեսանք, որ այդ մարդիկ էլի նախկին են, այդ ժամանակ էին այդ հարցերը հնչեցնում։ Այսինքն դիմադրելու համար պարոն Բաբաջյանը սկզբում նշեց, պետք է ժողովուրդը միասնական լինի, որքան հնարավոր է տարաձայնություններով։ Արդարադատությանը հավատա, չասի էլի տենդերա շահում միլիարդատերը էլի է ու փոսերը առաջանում փողոցներում։ Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող ասում է այդպես չի ինքը, բայց համենայն դեպս օրինակ Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակը տարիներ առաջ գրել էր, որ տենդերները կեղծիքով է շահում, էլի է շահել համենայն դեպս նույնիսկ այս ոչ ասֆալտապատման մասն է խոսքը։ Հետո իրական դիվերսիֆիկացիա դաշնակիցների, որևէ մեկը չի ասում եկեք հայհոյեք ամեն օր Վլադիմիր Պուտին, դա ձեռնտու է իդեպ Արիա Զախարովային, ահա կերպար է ստեղծել Նիկոլ Փաշինյանը, Զելենսկին է, իհարկե այդպես չի, եւ մենք չենք ուզում իր հետ շփվենք, լավ էլ շփվում են, լավ էլ հարաբերվում են եւ որևէ խնդիր չունեն, այսինքն այս կերպարը հարմար է Ռուսաստանին, պետք է լինել կոնստրուկտիվ, բայց տալ հարցեր, օրինակ դուք հիմա պաշտպանելու եք մեր անվտանգությունը կամ հիբրիդ սպառնալիքը իրենց հետ քննարկեք, հանդիպում եք, գայիս եք մեզ ասում եք մեզ ուզում են ոչնչացնել, դուք գնում եք Մոսկվա, չէ՞, այդ հարցադրումները արեք, ասում եք ինքնիշխան պետություն եք, ինչու եք գնում են Մոսկվա, ասում են մենք հիատում ենք դուրս գալու մտադրություն չունենք, հապկից դուրս գալու մտադրություն, ապա այնտեղ ասում են բա դուրս եկեք Տիկին Զախարովան, այսինքն ազգային ժողովում մենք մի բան ենք խոսում, գնում ենք Մոսկվա, լրիվ։ Ես կարծում եմ Հայաստանը պիտի ոչ թե կոնկրետ ինչ-որ մի դաշինքի անդամ դառնա, փորձի տարբեր երկրների հետ այսպես հարաբերություններ խորացնել, որոնց նպատակը տարածաշրջանում օրինակ Թուրքիային հակակշռելն է, պատերազմի մասին չի խոսքը, շահերի բախման, Սաուդյան Արաբիա, նույն արաբական աշխարհում, Իրանին հակակշռ
հակակշռելն է ինչ որ արմով Ռուսաստանին հակակշռելն է, հավասարակշռել, այո, զենքերի ուրեմն գնում մեր երկրի ներսում ռազմաարդյունաբերությունը պիտի զարգանա։ Մենք պիտի կախված չլինենք որևէ երկրի ԱԹՍ-ներից։ Տնտեսությունը իրոք ես բարեփոխումներ չեմ տեսնում։ Հիմա էլ գնաճ է սպասվում, արդեն պաշտոնապես հայտարարել են Իրանի դեպքերի հետ կապված։ Մենք պիտի բարեփոխենք տնտեսությունը։ Այդ օլիգարխիկ համակարգը դեռ պահպանվում է եւ դա որևէ մեկի համար նորություն չի։ Եվ այստեղ շատ կարևոր բան եք ասում դուք էլ ասացիք, որ պիտի ամփոփենք պարենային անվտանգություն։ Մենք գնում ենք, տեսնում ենք, թե հեկտարներով հողերը անմշակ են մնում, պատշաճ աշխատանք չի տարվում։ Վարելահողերի կեսից ավելին 80%-ը մեր ցորենի բերում ենք Ռուսաստանից, մինչդեռ պատերազմի այս սպառնալիքների պայմաններում որևէ երաշխիք չկա, որ այս ռեգիոնալ սպառնալիքները այսպես շատ արագ անցնելու են։ Մենք պիտի այդ պարենային անվտանգության հարցերը բերենք օրակարգ եւ այս հարցերի շուրջ պիտի լինեն հիմնական քննարկումները, ինչը արվում այդ ուղղությամբ, որովհետեւ նախ այդ 80%-ը պիտի առնվազն խնդիր դրվի մի քանի տարվա ընթացքում շեշտակի իջեցնել, մենք պիտի ցորենի արտադրության ուրեմն նոր հստակ քայլեր այդ ուղղությամբ իրականացնել։ Մենք պիտի ուրեմն ներսում անմշակ հող չթողնենք։ Այսինքն այս իրավիճակում մենք ունենալով եւ ջուր եւ հող, բայց պատշաճ չկարողանալով կառավարել, մարդկանց չկարողանալով մոտիվացնել, որ այդ հողը կարողանան մշակեն, գյուղատնտեսության անհրաժեշտ ուղղությամբ քաղաքականություն չվարել, որպեսզի այդ անմշակ հողերը մենք կարողանանք ուրեմն մշակել եւ մեր ներքին առնվազն պարենային կարիքները հիմնավորապես լուծել եւ գնաճը մեծամասամբ այո լոգիստիկ այդ խնդիրների պատճառով է, որը փաստորեն հարավը լրիվ փակվում է եւ մենք ամբողջությամբ կախված ենք մնում ռուսական քմահաճույքից եւ հասկանալիորեն դուք դրա մասին նշում եք, որ ընտրությունները տեղի ունենալու մոտարապես այն շրջանում, երբ Ծիրան ենք արտահանում, ինչ են անելու այդ արտահանման ամբողջ ուրեմն շրջանը օգտագործելու են իշահս Հայաստանի դեմ Եվ ամփոփելով մեկ նախադասություն, ես չեմ իշխանությունների դեմ չեմ ապրիորի, այսինքն ես տեսնում եմ, որ այլընտրանքը լինելու է բացասական։ Դրա համար այս PR-ն էլ շատ սխալ են իդեպ իրականացնում, որովհետև լրջությունը պետք է միշտ երևա, այսինքն Հայաստանում այդ մտածել, որ այսօր ես մի բանը կուտեմ, հետո ինադու ներողություն վաղնել ես մի բանը կուտեմ, սա ոչ թե վստահության նշան է, շատ մարդկանց սա վանում է, ես կասեի։ Ինչ Շնորհակալ եմ, Իլիչ, շնորհակալ եմ Մաղմուն։ Շնորհակալություն։ Մենք կհանդիպենք նաև հաջորդ երեքշաբթի։ Ուրեմն խաղաղություն եւ բարի նոր ձեզ։ Մինչ նոր հանդիպում։